Երեխայի իրավունքների պաշտպանությունը հասարակության կարևորագույն պարտականություններից մեկն է։ Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի հարաբերություններ ունեն ծնողները միմյանց հետ, յուրաքանչյուր երեխա իրավունք ունի պահպանել կապը եւ մոր եւ հոր հետ, ստանալ նրանց հոգատարությունն ու չհայտնվել մեծահասակների հակամարտությունների կիզակետում։ Մոտ 1 տարի առաջ հանցանքի հետքով նա անդրադարձել էր մի պատմության, որի կենտրոնում հենց մանկահասակ երեխայի ճակատագիրն էր։ Այն ժամանակ ծնողների միջև վեճը հիմնականում կապված էր երեխայի հետ տեսակցությունների կարգի եւ ծնողական իրավունքների իրականացման հետ։ Այսօր գործի շրջանակում ի հայտ են եկել նոր հանգամանքներ։ Հայրը պնդում է, որ իրեն շարունակաբար խոչընդոտել են իրականացնել ծնողական իրավունքները, իսկ երեխայի Հայաստանից դուրս գալուց հետո պայքարը տեղափոխվել է նաև միջազգային իրավական հարթակ։ Գարեգին Թաթոսյանը դիմել է Հագայի կոնվենցիայի շրջանակում գործող իրավական մեխանիզմներին, փորձելով հասնել երեխայի վերադարձին։ Ըստ հոր եւ նրա ներկայացուցիչների փորձ է կատարվել նաև փոխել երեխայի ազգանունը։ Մինչդեռ մյուս կողմը ներկայացնում է իր հիմնավորումներն ու փաստարկները պնդելով, որ բոլոր գործողություններն իրականացվել են երեխայի շահերից ելնելով։ Ինչ նոր զարգացումներ են տեղի ունեցել այս 1 տարվա ընթացքում, ինչ փուլում է դատական եւ քրեական գործը եւ որտեղ է ավարտվում ծնողների պայքարը, երբ դրա կենտրոնում հենց երեխայի իրավունքներն են։ Խնամք իրականացնող ծնողի կողմից մյուս ծնողի իրավունքների ենթադրյալ չարաշահման վերաբերյալ գործը շարունակում է զարգանալ իրավական հարթակներում։ 1 տարի առաջ մեր եթերում ներկայացրել էինք այս գործը, որտեղ քննարկվում էր ծնողների միջև երեխայի տեսակցության իրավունքի շուրջ ծագած վեճը եւ կողմերի փոխադարձ մեղադրանքները։ Նախորդ հաղորդման ընթացքում ներկայացրել էինք ինչպես Գարեգին Թաթոսյանի դիրքորոշումները կապված երեխայի հետ տեսակցությունների սահմանափակման եւ ենթադրյալ խոչընդոտների հետ, այնպես էլ մյուս կողմի Մերի Գալստյանի ներկայացրած բացատրություններն ու փաստաբանական մեկնաբանությունները կապված դատարանի որոշումների, երեխայի տեղափոխման եւ աշխատանքային պայմանների հետ։ Այդ ժամանակ արդեն ընդգծվել էր, որ գործը գտնվում է դատական քննության եւ իրավական գնահատման փուլում, իսկ կողմերի միջև առկա խորացված տարաձայնությունը թե երեխայի խնամքի, թե տեսակցության իրավունքի իրականացման շուրջ էր։ Հնչել էին նաեւ տարբեր իրավական գնահատականներ կապված կողմերի գործողությունների իրավաչափության եւ հնարավոր խախտումների վերաբերյալ։ Որոշեցի երեխային դատարանի միջոցով տեսնեմ, քանի որ նաև մերին, չգիտեմ, ինչ որ մի հասցե էր գնացել, վարձով էր մնում, ու այդ ընթացքում ոչ տեղեկացնում էր ինձ կամ որ ասում էի ուղեկցեմ, չէր ուզում, որովհետև հասկանում էի, որ չի ուզում իմանամ որտեղ է ինքը մնում, որպեսզի չգնամ կամ ճակերտավոր չանհանգստացնեմ կամ հնարավորություն չունենամ ամեն օր գնալու, տեսնելու, սենց։ Միակ տարբերակը, որ ես կարա երեխային տեսնել, դատարանի միջոցով է։ Դիմեցի դատարան, ապահովեցին 2 օրյա տեսակցությունը, նաև դրա հետ մեկտեղ սահմանները փակելու վերաբերյալ, որովհետև արդեն անհանգստանում էի ու մտավախություն ունեի, որ երեխային կարող են երկրից հանել։ Հայց ներկայացնելու պահին երեխան ընդամենը 8-9 ամսական էր։ Եվ դրանից հետո մենք ունեցանք նաև միջնորդություններ դատարանին, թե միջանկյալ դատական ակտի կարգով տեսակցության սահմանում եւ թե երեխայի սահմանը հատելու արգելք, որպեսզի երեխան առանց հոր համաձայնության չկարողանա կամ մեկ ուրիշի ուղեկցությամբ չկարողանա սահմանը հատի։ Բնականաբար այդ միջնորդությունը ինքնանպատակ չէր, մենք ունեինք որոշակի տեղեկացվածություն եւ ներքին համոզմունք, որ փորձ է կատարվելու ուղղակի, քանի որ մինչ այդ օրենքը շրջանցելով երեխային թաքցնում էին հորից եւ թույլ չէին տալիս շփումները, փորձ է կատարվելու նաեւ դատարանի որոշումից հետո որոշակի միջոցների են դիմելու եւ երեխային փաստացի կտրելու են հորից։ Հենց դա էլ տեղի ունեցավ։ Չնայած Մերի Գալստյանի փաստաբանի այն պնդումներին, որ երեխայի համար նույնիսկ հետադարձ տոմս էր ձեռք բերվել եւ նախատեսվում էր, որ որոշ ժամանակ անց երեխան կվերադառնա Հայաստան, այդուհանդերձ փաստացի այդ վերադարձը տեղի չունեցավ եւ երեխան մինչ օրս չբերվեց Հայաստան։ Միայն Միացյալ Նահանգներ մեկնելու հետ կապված հնարավորություն տալ, որպեսզի մեկնի։ Ընդ որում դատարանը նաեւ ցույց են տվել տոմսերը Հայաստանից մեկնելու ամսի 23-ին եւ վերադառնալու հունվարի 3-ին, եթե չեմ սխալվում, այսինքն տոմսերը գնված են երկկողմանի, գնալու էր գնատում անցնել եւ հետ կա։ Նոր տարուց հետո հետ էր գալու։ Դատարանը մեր միջնորդությունը քննել է օրենքով նախատեսված 15 օրյա ժամկետից ուշ,
օրենքով նշված է, որ եթե հայցի ապահովման վերացման ձևափոխման միջնորդություն է ներկայացվում, ապա պետք է քննվի եւ որոշում կայացվի 15 օրյա ընթացքում։ Դատանը որոշում առաջացան դատանը կայացրել է 22 օր հետո։ Ընդ որում մենք նաև ներկայացրել ենք տոմսերը, որտեղից ակնհայտ երևում է, որ պետք է 23-ին մեկնի, բայց դատանը որոշումը հրապարակել ամսի 26-ին։ Ստիպված հետաձգել են գնահատումը ինչ որ կերպ խնդրելով, հասկացնելով, որ այստեղ կա դատական process, երեխայի նկատմամբ կա արգելանք, մայրը չի կարող առանց երեխայի մեկնել Հայաստանից, քանի որ երեխան կրծքով է կերակրվում։ Ընդ որում մենք ունենք բժշկական նաև ցուցում, որ երեխան ցանկալի է շարունակի կրծքով կերակրվել, այսինքն բոլոր ապացույցները կային, որ մայրը առանց երեխայի չի կարող գնալ, բայց փաստացի դատարանը եւ հոր կողմից ներկայացված հայցի ապահովումը արգելում էին երեխայի ազատ տեղաշարժը, ընդ որում արգելում էին երեխային նաև մոր հետ ազատ տեղաշարժվել, բայց մայրը չէր կարող առանց երեխայի գնալ։ Դիմեցինք ստիպված վերաքննիչ դատարան, բարեբախտաբար վերաքննիչ դատարանը գտավ, որ մենք ճիշտ ենք եւ այնտեղ իրավական նրբությունների մեջ չեմ ուզում խորանալ, հա այնտեղ հակընդդեմ ապահովում կիրառեց, որի արդյունքում հայցի ապահովումը վերացավ։ Եվ բոլորը գիտեն, որ նպատակը հայցի ապահովման վերացման մեկնելու մասով մեկն է, որ իմ վստահորդը մեկնի Միացյալ Նահանգներ, կարողանա անցնի գնահատում, որ շարունակի աշխատել։ Տեսեք, դեկտեմբերին եթե ինքը մեկներ գնահատման, այն ժամանակ, երբ որ մենք հայցադիմումը հայցի ապահովման միջոցի վերացման միջնորդություն ներկայացրել էինք, մեկնել էր մինչև դեկտեմբերի վերջ գնահատումը անցներ եւ հունվարի սկիզբ վերադառնար Հայաստան։ Տոմսերը այդպես էլ գնված էին դեկտեմբերի 23-ից մինչև հունվարի 3-ը կամ 10-ը։ Գնալու էր հետ կար, բայց քանի որ հետաձգվեց, այսինքն մինչև ինքը տարվա վերջ չկարողացավ գնահատմանը մասնակցել, ինքը խնդրեց, որպեսզի հետաձգեն իր գնահատման ժամկետը։ Եւ այդ ժամկետը հետաձգվեց այս տարի, բայց դեռևս ես նամակել ձեզ կտամ, դուք կտեսնեք, ժամկետ նշանակված չի եղել առնվազն փետրվարի 18-ի դրությամբ, բայց երբ որ նշանակվի ինքը ինձ անպայման տեղեկացնել է, դեռ չգիտեմ երբ է նշանակված։ Փետրվարին արդեն մենք կարողացանք վերաքննիչ դատարանի շնորհիվ հնարավորություն ստանալ, որ վստահորդս մեկնի Միացյալ Նահանգներ, ընդ որում որոշումը եղել է վերաքննիչ դատարանի, եթե չեմ սխալվում, հիմա օրը կարող խառնել ամսի 10-ին էր, թե ամսի 6-ին փետրվարի, վստահորդս մեկնել է ամսի 12-ին, այսինքն անմիջապես չի մեկնել, մինչև տոմսեր են արել, հայցի ապահովումը վերացվել է, համապատասխան գործողություններ արել են եւ այլն։ Պարզա արգելանքը վերացել էր, մարդիկ տոմսերը գնեցին եւ երեխայի հետ մեկնեց Միացյալ Նահանգներ։ Որևէ մայր հետ կգար Հայաստան այսքանից հետո թե ոչ, ես չգիտեմ։ Բայց եթե հետ չգա, ես լրիվ կարդարացնեմ այդ քայլը։ Այսօր արդեն գործը ստացել է նոր զարգացումներ։ Ըստ Գարեգին Թաթոսյանի եւ նրա փաստաբանի փոխանցած տեղեկությունների, շարունակվել են սահմանափակումները երեխային տեսակցելու իրավունքի իրացման հարցում, իսկ իրավիճակը ըստ նրանց ավելի է բարդացել, մինչև այն աստիճան, որ բարձրացվել է նաեւ երեխայի անզգանվան փոփոխության փորձի հարցը։ 24 թվականի դեկտեմբերից հետո ներկայացվեցին միջնորդություններ, որը որ բավարարվեց 2025 թվականի հունվար-փետրվար ամիսներին եւ ընդհանրապես այն պատրվակով, որ մայրը ունի աշխատանքային որոշակի պարտականություններ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որ խիստ կասկածի տեղիք էր տալիս սկսած կնքված աշխատանքային պայմանագրից, այն գործատուի շչակերտավորում հետ կնքել էր աշխատանքային պայմանագիրը, այսինքն հորինված ստեղծված ապացույցներ էին, որպիսի երկրից դուրս հանեն երեխային եւ ընդհանրապես 10 օր էր խնդրել ըստ միջնորդության, որ երեխայի հետ գնա, քանի որ երեխան մանկահասակ էր, առանց մոր հնարավոր չէր մնա, թեև հայրը պատրաստական էր 10 օր խնամել երեխային, բայց ամեն դեպքում դատարանը, վերաքննիչ դատարանը ցավոք սրտի բավարարեց միջնորդությունը, որի արդյունքում թեև երեխան պետք է 10 օրով, այսինքն Հայաստանի Հանրապետությունը լքել է երեխան 2025 թվականի փետրվարի 12-ին եւ առ այսօր հետ չի վերադարձել։ Այսինքն այն մտավախությունները, որ իրականում երեխային ծնողից կտրելու, հորից կտրելու փորձ է իրականացվում, դա ուղղակի մտավախություն չէին, դրանք հիմնավոր կասկածներ էին եւ հիմնվում էին որոշակի փաստական հանգամանքների վրա։ Մենք ի սկզբանե իմ անհանգստությունը ինչումն էր, որ ես չէի ուզում երեխան երկիրը լքեր, որովհետեւ ես վստահ էի, որ տանելու են ու ես երեխայից չեմ տեսնելու, այսօր դրությամբ այդ ամեն ինչը ոչ թե ուղղակի կարծիքա ոնց որ այն ժամանակ մարդիկ կհասկանային, այլ այսօր դրությամբ ես երեխայից չեմ տեսնում ու ամեն բան այնպես են անում, որ անգամ
ազգանունը փոխելով եւ այլը որևէ կապ երեխուս հետ չունենամ, էլի, այսպես։ Ամեն ինչը այն ժամանակ թե մարդիկ կընկալեին որպես կարծիք, այսօր դրության դա իրողություն է։ Դիմել եմ Հագայի միջազգային դատարան, որովհետեւ միակ տարբերակը, որ կարող եմ այդ հարցին մոտ գնալ ու որևէ լուծում ստանալ, հենց իրենք էին։ Հիմա դատական ընթացքը այսպես է, հունիսի 30-ին պետքա լսումներ տեղի ունենան։ Մենք քանի որ դիմել էինք, այնտեղից դատարանին ասել էին, որ այստեղ կոպիտ ասած кейս չկա, հիմնավոր ոչ մի բան չկա, էլի, որ երեխային առևանգել ենք եւ այլը, դատարանը մեզ թուղթ ուղարկեց, որ սենց բան են ներկայացրել ու մեզ ժամկետ տվեց ճակերտավոր ոնց որ ապացույցներ ներկայացնելու, հա։ Իսկ ապացույցները շատ էին, որովհետեւ իրենք ասում են, որ ոնց որ չենք առևանգել, իսկ քանի որ իրանք ժամկետներ էին նշել այստեղ դատարանում, որ 10 օրյա ժամկետով էին գնալու եւ ետ վերադառնային, այդ ամեն ինչը խախտվել է, այսինքն ժամկետ նշվել է, բայց ժամկետները չեն պահպանվել, մինչ օրս արդեն տարուց ավել է, որևէ կապ չունեմ էլի երեխայի հետ։ Իր եւ իր երեխայի իրավունքների պաշտպանության համար երեխայի հայրը դիմել է Հագայի դատարան։ Մենք այս պահին արդեն իսկ ունենք պրոցեսներ Հագայի դատարանում երեխայի իրավունքների պաշտպանության մասով եւ ունենք նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների Դաշնային դատարանում, ընտանեկան եւ ժառանգական գործեր քննող դատարանում, որտեղից արդեն Գարեգին Թադոսյանը ստացավ տեղեկատվություն այն մասին, որ երեխայի ազգանունը փորձում են փոխեն, այսինքն 2025 թվականի ամռանն է գործընթացը սկսվել եւ 25 թվականի սեպտեմբերին ստացվեցին համապատասխան փաստաթղթերը։ Ամերիկյան դատարանից նամակ եմ ստանում, որ ուզում են երեխայի ազգանունը փոխել ինչ-ինչ պատճառների համար։ Դե բնական է, ես այլ բան չեմ տեսնում, քան երեխային ինձանից վերջնականապես կտրելը, հա, որովհետև եթե ազգանունն էլ արդեն փոխվեր, համ այստեղի դատական պրոցեսներն էր անիմաստ դառնում, որտեղ արդեն այլ անձի մասին է, հա, խոսքը գնում, այսպես ասած։ Նույն գործի շրջանակներում հենց այդ փաստաթղթերը ներկայացվեցին դատարանին, քանի որ դեռևս մենք չունեինք դատարանի վերջնական դատական ակտ, վճիռ եւ անգամ դա դատարանի մոտ չփոխեց որևէ այլ հիմնավոր կարծիք եւ դատարանը սահմանեց երեխայի տեսակցության կարգ միայն տեսակապի միջոցով։ Այսինքն, եթե մենք խոսում ենք երեխայի իրավունքներից, եթե մենք խոսում ենք երեխայի շահերից, եթե մենք խոսում ենք երեխայի իրավունքները այլ անձանց կողմից ոտնահարվելուց, փաստացի դատարանի կողմից եւ ծնողի կողմից, մայր ծնողի կողմից ոտնահարվեցին երեխայի իրավունքները, որովհետեւ ոչ մեկ երեխայի փոխարեն իրավունք չունի որոշելու արդյոք տվյալ երեխան պետք է շփվի հոր հետ, պետք է արդյոք ունենա լիարժեք երկու ծնողի ներկայությունը իր կյանքում, թե ոչ, փաստացիորեն առանց ծնողական իրավունքից զրկելու, փաստացի զրկվեց ծնողական իրավունքներից իմ վստահորդը։ Բացի այն, որ դատարանը որոշում էր կայացրել, որ արգելանքը հանում են, հա, սահմանների, միևնույն է իրավունք չունեին երկիրը լքելու, քանի որ որոշման մեջ եղել է մի կետ, որտեղ մինչև դատական վերջնական վճիռը լինելը իրավունք չունեն երկիրը լքելու, բայց քանի որ դատական դեռ պրոցեսների մեջ են բողոքարկում եւ այլը, իրավունք չունեին երկրից գնալու, բայց չգիտես խի ու ոնց դա էլ են կարողացել շրջանցել։ Դրանից զատ առանց հոր թույլտվության էլ իրավունք չունեին երկիրը լքելու անկախ դատարանի որոշումից, եթե ծնողը որպես ծնող երեխային իրավունք ունի տեսնելու կամ խնամելու, պարտադիր պիտի ծնողի կարծիքը հաշվի առնեն, դա էլ տեղի չի ունեցել, այսինքն կան հանգամանքներ, որ ուղղակի շրջանցել են, թե ոնց են շրջանցել, դրա մասին տեղեկություններ չունենք, բայց ամենայն դեպս երեխային տարել են,
երեխան այնտեղա որևէ կապ չեմ կարողանում էլի իհարկե ունենամ։ Հիշեցնենք նաև, որ սույն դեպքի հետ կապված հարուցվել էր քրեական վարույթ, բարձելու երեխայի մոր կողմից ներկայացված արտերկրում աշխատելու վերաբերյալ փաստաթղթերի իսկությունը։ Քրեական վարույթի շրջանակներում կատարվել են բազմաթիվ ապացուցողական եւ վարույթային գործողություններ, որպես վկա հարցաքննվել է ԳԹ-ն, որը ավելի մանրամասն ներկայացվել է հաղորդմամբ նշված հանգամանքները, ավելացնելով այն, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված դատական ակտի շրջանակներում վերացել է առաջին հատյան դատարանի կողմից կայացված դատական ակտը, որով արգելվում էր ՄԳ-ին կամ ցանկացած այլ անձի երեխային դուրս հանել Հայաստանի Հանրապետության սահմաններից։ Եվ սույն թվականի փետրվարի 12-ին վերջինս երեխան Հայաստանի Հանրապետության սահմանները լքել է։ Իրավական օգնություն է ուղարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմիններին, վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքների բարձրելու նպատակով։ Նաև տրվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ, դեպքի հանգամանքները, վարույթի վերաբերյալ տեղեկություններ տիրապետող անձանց շրջանակը եւ բարձրաբանման ենթակա որոշակի հանգամանքներ բարձրելու նպատակով։ Միջոցառումները ձեռնարկում նաև ներկայացված փաստաթղթերի բնօրինակները հայտնաբերելու, առգրավելու ուղղությամբ արդեն ըստ այդ փաստաթղթերի հիման վրա էլ համապատասխան փորձաքննություններ նշանակելու համար։ Այս պահին սույն վարույթով դեռևս որևէ տեղաշարժ տեսանելի չէ։ Փաստաբանի դիտարկմամբ այս պահին դատարանը քննում է անվավեր ապացույցի ողջամտությունը։ Վերջին գործողությունը, որ իրականացվել է, դա հանձնարարություններ են ուղարկվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ իմ տեղեկություններով դեռևս հստակ ամբողջական պատասխանները չկան եւ կցանկանամ անպայման ուշադրության արժանացնել այն հանգամանքը, որ երբ որ մենք մատնանշում ենք կեղծված ապացույցներով դատարանին միջնորդություն ներկայացնելը եւ հետագայում վերաքննիչ բողոք ներկայացնելը, վերաքննիչ դատարանը փաստեց, որ մենք չենք քննում արդյոք ապացույցը վավեր է թե անվավեր, մենք քննում ենք ողջամիտ է թե ոչ, այսինքն պարադոքս է ստացվում, եթե դա անվավեր ապացույց է, անվավեր պայմանագիր է, ինչպես կարող է այն լինել ողջամիտ եւ ինչպես կարելի է երեխային վերաբերվող շատ զգայուն հարցը քննվել այդ պրիզմայով ողջամտության շրջանակներում, երբ որ պայմանագիր գոյություն չունի, գործատու գոյություն չունի եւ հիմնավորում են, որ գնում են համապատասխան աշխատանքային պարտականություններ կատարելու։ Դա նույնպես հետագայում բնականաբար քննության կենթարկվի, մենք սպասում ենք այս պահին նաեւ Հագայի դատարանի որոշմանը եւ ԱՄՆ համապատասխան դատարանի որոշումներին, որպեսզի ամբողջական փաթեթով ներկայացվի, որովհետեւ այս պահին դրա պատասխանատուն կոնկրետ Հայաստանի Հանրապետությունն է։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը կատարել ենք հարցումներ երեխայի հոր միջոցով, ում ուղեկցությամբ է երեխան դուրս եկել, նշում են, որ այդ անձի անձնական իրավունքն է եւ չենք կարող անձնական տվյալների պաշտպանությունից ելնելով չենք կարող տվյալներ, այսինքն քաղաքացին տեղյակ չի իր երեխային ով է հանել Հայաստանի Հանրապետությունից եւ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը փաստորեն չեն տրամադրում այդ ինֆորմացիան երեխայի հորը, նշելով, որ դա այդ անձի ազատ տեղաշարժման եւ նաեւ անձնական իրավունքն է։ Դատարանները, այդ թվում նաեւ ոչ միայն դատարանները, այլև խնամակալության մարմինները ողջամտության սահմաններում չգործեցին, թույլ տվեցին սխալներ, բաց թողումներ, ուղղակի աչք փակեցին ակնհայտ հանգամանքների վրա, որն էլ առաջացրեց նման ծանր հետևանք։ Իսկ այդ տարիքի երեխայի համար փաստացի տարի 3-4 ամիս, այսինքն իր ապրած կյանքից ավելին հորը չտեսնելը, դա նշանակում է, որ առհասարակ թե հուզական, թե ցանկացած կապի խզում ծնողի հետ, որը որ որևէ ձևով չի կարող մեկնաբանվել հոգուտ երեխայի լավագույն շահի։ Ես մեր պրոցեսների ընթացքում մշտապես խոսել եմ դրա մասին։ Ցանկացած երկրում, որտեղ երեխային կարելի է ապահովել լավ կերակուրով, որտեղ կարելի է ապահովել լավ ապագայով, լավ կրթությամբ, միևնույն է երեխայի կյանքում ծնողի բացակայությունը, այդ բացը միևնույն է մնալու է եւ թույլ տվեք երեխան գիտակից կյանքում որոշի, թե որտեղ կարող է ապրել եւ արդյոք ծնողի հետ պետք է կապ ունենա, թե ոչ։ Նամանավանդ, եթե մեր գործի շրջանակներում չկա որևիցե հանգամանք, որը որ կցուցեր այն մասին, որ հայր ծնողը կարող է որևէ վարքագծով
վնասել երեխայի շահերին։ Խնամակալության մարմինների դերը եւս շատ կարեւոր է ինչպես երեխաների իրավունքների պաշտպանության, այնպես էլ դատարաններում իրենց դիրքորոշումն արտահայտելու ժամանակ։ Ցավոք, գործնականում խնամակալության մարմինները ասես խուսափում են կոշտ գնահատականներ տալուց, հատկապես այն դեպքերում, երբ դրա անհրաժեշտությունը իրավաբանների գնահատմամբ խիստ կարեւոր է։ Եթե ավելի պարզ, ավելի մատչելի ներկայացնեմ, խնամակալության մարմինների գլխավոր եւ միակ գործառույթը դա երեխայի շահով պայմանավորված միջամտությունն է ամեն մի ընտանիքին, ով ունի համապատասխան կարիք, այսինքն որտեղ երեխան կարիք ունի, որպեսզի պետությունը իդեմս խնամակալության մարմնի միջամտի։ Խնամակալության մարմինը միջնորդ է համարվում նաև դատարանի եւ այլ ընտանիքի միջև, որովհետեւ եթե փաստաբանները անձամբ չեն կարող եւ որոշակի հարցումներ չեն կարող անել, օրենքը չի տվել այդ լիազորությունը, այդ խորհրդատվական կարծիքի լիազորությունը թե ներպետական օրենսդրությամբ, թե մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով տալիս է խնամակալության մարմինը եւ պետությունը օժտել է այդ լիազորություններով։ Ինչ ենք տեսնում մենք թղթից զատ, իրավական ակտից զատ գործնականում խնամակալության մարմինը որևիցե գործով չի զբաղվում իր բուն պարտականություններով, այսինքն անգամ այնտեղ, որտեղ խնդիր է տեսնում այդ ընտանիքում երեխայի շահի պաշտպանության, ամեն դեպքում խուսափում է դրանով խիստ կարծիք արտահայտել եւ խուսափում է ուղղակիորեն կատարել իր պարտականությունները։ Կարծում եմ վաղուց, քանի որ մենք ցավոք սրտի ունենում ենք նաև անդառնալի կորուստներ եւ հետևանքներ երեխաների շրջաններում, դա կլինի թրաֆիկինգի հետ կապված անչափահասների, դա կլինի ի վերջո մենք տեսանք սպանությունների, մանկասպանությունների հետ կապված, կարծում եմ, որ վաղուց հասել է ժամանակը խնամակալության մարմինների պատասխանատվություն սահմանելու հետ կապված, որովհետեւ նրանց անփութության արդյունքն է, որ յուրաքանչյուր ընտանիք եւ յուրաքանչյուր երեխայի կյանքում ով ունենում է նման ողբերգություն, ի վերջո պետք է պատասխան տան հենց տվյալ լիազորությունով օժտված մարմինները։ Երեխայի հայրը Գարեգին Թաթոսյանը չի կորցնում հույսը, վստահ է, Հագայի դատարանը կկայացնի որոշում, որը կարող է փոխել ոչ միայն դատավարական գործի ընթացքը, այլև իր եւ իր երեխայի ճակատագիրը։ Հագայից ակնկալիքներս նա է, որ քանի որ շատ անօրինական գործողություններ ա եղել թե այստեղ լինելու ժամանակ, թե հիմա այնտեղ, վստահ եմ, որ հաշվի առնելով այդ ամեն իրողությունները արդարացի որոշում կկայացնեն ու երեխային կվերադարձնեն Հայաստան, թե խնամակալությունը ինձ հանձնելով, թե իր մայրիկի հետ վերադառնալով, կարևորը ես երեխայիս տեսնեմ, երեխուս խնամքին ու չգիտեմ դասիրակությանը մասնակից լինեմ։ Թե ինչ հանգուցալուծում կստանա այս երկարատև եւ զգայուն իրավական վեճը, ցույց կտան առաջիկա դատական գործընթացներն ու միջազգային ատյանների որոշումները։ Մինչ այդ կողմերը շարունակում են պնդել իրենց դիրքորոշումը, իսկ ամենակարևոր հարցը շարունակում է մնալ նույնը՝ երեխայի լավագույն շահի ապահովումը եւ նրա իրավունքների լիարժեք պաշտպանությունը։ Մենք շարունակում ենք հետևել գործի զարգացմանը եւ ներկայացնելու ենք նոր մանրամասներ մեր հետագա թողարկումներում։ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ իրականացվել է երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին 1980 թվականի Հագայի կոնվենցիայի շրջանակում կայացված դատական ակտի հարկադիր կատարում։ Խոսքը երեխաների մասին է, որոնք 1 տարի առաջ Բելգիայի թագավորությունից տեղափոխվել էին Հայաստան, իսկ հետագայում դատանը որոշել էր նրանց վերադարձնել մշտակության։ Իսկ հետագայում դատանը որոշել էր, որ նրանց պետք է վերադարձնել մշտական բնակության երկիր, սակայն դատական ակտը կամավոր չէր կատարվել եւ գործընթացին ներգրավվել է հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։ Գործ, որը մասնագետների գնահատմամբ առանձնահատուկ է թե իր իրավական բարդությամբ, թե այն պատասխանատվությամբ, որը ենթադրում է երեխաների մասնակցությամբ ցանկացած գործընթաց։ Ինչպես է իրականացվել Հայաստանի համար նախադեպային այս դատական ակտի հարկադիր կատարումը, ինչ դժվարությունների են բախվել պատասխանատու մարմինները եւ ինչպես է հնարավոր եղել ապահովել դատանի որոշման իրականացումը միաժամանակ առաջնային պահելով երեխաների իրավունքներն ու շահերը։ Այս թեմայի շուրջ զրուցել ենք հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչի հետ։
Հայաստանում առաջին անգամ իրականացվել է երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին 1980 թվականի Հագայի կոնվենցիայի շրջանակում կայացված դատական ակտի հարկադիր կատարում։ Խոսքը վերաբերում է երեխաների վերադարձին Բելգիայի թագավորություն, որտեղից նրանք 1 տարի առաջ ապօրինի տեղափոխվել էին Հայաստան։ Դատարանի որոշմամբ պատասխանող կողմը պարտավոր էր վերադարձնել երեխաներին, սակայն դատական ակտը կամավոր չէր կատարվել, ինչից հետո գործընթացին ներգրավել էր հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։ Այս թեմայով զրուցել ենք հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցչի հետ, ով նշում է, որ գործը եղել է չափազանց զգայուն եւ բարդ հաշվի առնելով թե միջազգային իրավական բաղադրիչը, թե երեխայի մասնակցությունը գործընթացին։ Նրա խոսքով ծառայությունն առաջին անգամ էր իրականացնում նմանատիպ դատական ակտի հարկադիր կատարում, ինչը ինքնին մեծ պատասխանատվություն էր ենթադրում։ Ուզում շեշտեմ, որ սա շատ կարևոր նախադեպ էր մեզ համար, որովհետև առաջին անգամ գործնականում իրականացվեց երեխաների միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին Հագայի 1980 թվականի միջազգային կոնվենցիայի դատական ակտի հարկադիր կատարում։ Ծառայության ներկայացուցչի խոսքով նախ փորձ է կատարվել ապահովել դատական ակտի կամավոր կատարումը, սակայն դրա անհնարինությունից հետո անհրաժեշտ է եղել անցնել հարկադիր կատարման փուլին։ Նա ընդգծում է, որ գործընթացը իրականացվել է մի քանի պետական մարմինների համագործակցությամբ։ Արարատի եւ Վայոց-Ձորի մարզերի առաջինատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հայցը ընդդեմ պատասխանողի պարտավորեցրել էր վերջինիս 1 տարի առաջ Հայաստանի Հանրապետություն տեղափոխված եւ ապօրինի պահվող անչափահաս երեխաներին վերադարձնել իրենց մշտական բնակության վայր։ Վերջինիս կողմից չի կատարվել դատական ակտի պահանջը եւ դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արարատի եւ Վայոց-Ձորի մարզային բաժնում հարուցվել է համապատասխան կատարողական վարույթ։ Ավելի ուշ Բելգիայի թագավորության կենտրոնական մարմինը պաշտոնապես տեղեկացրել է, որ երեխաները վերադարձվել են իրենց մշտական բնակության երկիր։ Արարատի եւ Վայոց-Ձորի մարզային բաժնի հարկադիր կատարողների կողմից իրականացվել են կատարողական գործողություններ, որի արդյունքում անչափահաս երեխաները վերադարձել են իրենց մշտական բնակության վայր։ Բելգիայի թագավորության կողմից արդեն իսկ ստացվել է պաշտոնական տեղեկատվություն, որ վերջիններս գտնվում են իրենց մշտական բնակության վայրում եւ սահմանը հատել են իրենց հոր ուղեկցությամբ։ Մասնագետների համոզմամբ նման դեպքերը ցույց են տալիս, թե որքան կարևոր է տարբեր գերատեսչությունների համակարգված աշխատանքը, հատկապես երբ խոսքը վերաբերում է երեխաների ճակատագրին եւ միջազգային իրավական գործընթացներին։ Միևնույն ժամանակ այս պատմությունը հիշեցնում է, որ ցանկացած դատական որոշման հետևում մարդկային ճակատագրեր են, իսկ նման գործերում ամենակարևորը յուրաքանչյուր քայլ իրականացվի հնարավորինս զգույշ եւ երեխայի իրավունքների առաջնահերթ պահպանությամբ։ Դպրոցը պետք է լինի այն վայրը, որտեղ երեխան իրեն զգում է անվտանգ, պաշտպանված եւ հարգված, սակայն երբեմն նույնիսկ կրթական հաստատությունների պատերի ներսում տեղի ունեցող միջադեպերը կարող են լուրջ հետևանքներ ունենալ երեխաների ֆիզիկական եւ հոգեբանական առողջության համար։ Վերջին օրերին հանրային ուշադրության կենտրոնում հայտնվեց Կարբի բնակավայրի դպրոցներից մեկում տեղի ունեցած միջադեպը, որի առնչությամբ իրավապահներն արդեն քննություն են իրականացնում։ Խոսքը 13-ամյա աշակերտի նկատմամբ ենթադրյալ բռնության դեպքի մասին է, որը ըստ իրավապահների իրենց հայտնի է դարձել միայն շաբաթներ անց։ Միևնույն ժամանակ այս դեպքը կրկին օրակարգ է բերել դպրոցական բռնության եւ բուլինգի խնդիրը, հիշեցնելով, որ յուրաքանչյուր նման միջադեպ պահանջում է արագ արձագանք, պատասխանատվություն եւ կանխարգելիչ հետևողական աշխատանք։ Կարբի բնակավայրի դպրոցներից մեկում 13-ամյա աշակերտի նկատմամբ ենթադրյալ բռնության դեպքը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում միայն այն բանից հետո, երբ համայնքային ոստիկանության աշտարակի բաժինը համապատասխան տեղեկություն է ստացել։ Ըստ ոստիկանության, մինչև այդ ոչ ուսումնական հաստատությունից, ոչ էլ երեխայի ծնողներից որևէ հաղորդում չի ներկայացվել իրավապահ մարմիններին։ Դեպքը սակայն արդեն հասցրել է լուրջ անհանգստություն առաջացնել, քանի որ
Խոսքը վերաբերում է անչափահասի նկատմամբ հնարավոր պարբերական բռնության դեպքերին։ Համայնքային ոստիկանների փոխանցմամբ միջադեպը տեղի է ունեցել դեռևս ապրիլի 17-ին, երբ 13-ամյա պատանու եւ համադասարանցիների միջև վիճաբանությունը վերածվել է հրմշտոցի։ Դասընկերները փորձել են միջամտել եւ տեղեկացրել են դասղեկին, սակայն դեպքի մասին իրավապահներին չի հաղորդվել։ Տեղեկությունները ստացվել են ոստիկանությունում, մենք դեպքի վերաբերյալ չունենք որևէ ահազանգ կամ որևէ հաղորդում կամ մանկավարժական կազմից որևէ ազդակ։ Տեղեկությունները ամբողջությամբ ոստիկանությունում ստացվելուց հետո ոստիկանությունը համապատասխան միջոցներ է արդեն ձեռնարկել պարզելու դեպքի մանրամասները, միջադեպի մասնակից անձանց ինքնությունը, որի շրջանակում արդեն եւ տուժող եւ ենթադրյալ հանցանք կատարած անձանց ծնողների հետ միասին հրավիրվել են ոստիկանության բաժին, որտեղ համապատասխան աշխատանքների արդյունքում արդեն ամբողջական դեպքը փոխանցվել է արդեն նախաքննական մարմին, քննչական մարմիններին հետագա վարութային գործողությունների անհրաժեշտության հարցը որոշելու համար։ Մայիսի 11-ին անչափահասի մայրը հրավիրվել է համայնքային ոստիկանության աշտարակի բաժին, որտեղ արդեն պաշտոնապես հաղորդում է ներկայացրել։ Նրա խոսքով հրմշտոցի ընթացքում հարվածել են որդու գլխին, ինչի հետևանքով երեխան ուշագնաց է եղել եւ սկզբում տեղափոխվել Կարբիի բուժամբուլատորիա, ապա Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Արտահայտվել է դա ֆիզիկական ներգործության միջոցով, այսինքն որոշակի միջանձնային խնդիրներ են եղել երեխաների միջև, որի արդյունքում համադասարանցիներից մեկը պարբերաբար ֆիզիկական բռնության է ենթարկվել իր համադասարանցի երեխաների կողմից։ Դեպքը մտահոգիչ է այն ֆոնին, երբ օրեր առաջ հանրային մեծ արձագանք էր ստացել նաև անչափահասների կողմից բուլինգի ենթարկված եւ տեսանկարահանված երեխայի դեպքը, որը հերթական անգամ բարձրաձայնեց դպրոցական բռնության ու անչափահասների միջև նվաստացնող վարքագծի խնդիրը Հայաստանում։ Այս դեպքում սակայն իրավապահների փոխանցմամբ միջադեպի տեսանկարահանված նյութեր բարեբախտաբար չեն հայտնաբերվել։ Բնականաբար նման դեպքերով հաշվի առնելով երեխաների ավելի խոցելի իրավիճակը, թեմայի ավելի մեծ զգայունությունը, նմանատիպ դեպքեր հայտնաբերելիս մենք առաջնահերթ հենց ուշադրություն ենք դարձնում նման դրսևորումներին, այսինքն նկարահանումներ արկա եղել են, թե չէ դրանք որևէ ճանապարհով կարող են հայտնվել հրապարակային կայքերում, այստեղ խնդիրը ոչ թե դեպքի մասին դեպքը հանրությունից փակ պահելն է նման դրսևորում, այստեղ բոլորս էլ գիտենք, որ նման հրապարակումները բնականաբար եւ հոգեբանական եւ վարքային բավականին մեծ խնդիրներ կարող են առաջացնել եւ ինչպես ենթադրյալ հանցանք կատարած անչափահասների համար եւ առավել եւս բռնության ենթարկված երեխայի համար, այստեղ առաջնորդվում ենք երեխայի լավագույն շահից ելնելով եւ փորձում ենք հրապարակային դաշտում դեպքի վերաբերյալ առնվազն մեկնաբանություններ կամ հրապարակումներ անել այնքանով, որքանով որ դա չի վնասի տվյալ երեխայի լավագույն շահը։ Դեպքը նորից հանրային ուշադրության կենտրոն բերեց դպրոցներում բռնության եւ բուլինգի խնդիրը, հատկապես այն դեպքում, երբ միջադեպերը երկար ժամանակ մնում են փակ շրջանակում եւ չեն հասնում իրավապահ մարմիններին։ Մասնագետները պարբերաբար ընդգծում են, որ նման իրավիճակներում լռությունը հաճախ խորացնում է խնդիրը, իսկ ուշ արձագանքը կարող է հանգեցնել ավելի ծանր հետևանքների։ Այս ֆոնին հարկ է նշել, որ ոստիկանությունը պարբերաբար իրականացնում է կրթական եւ կանխարգելիչ ծրագրեր ուղղված երեխաների իրավագիտակցության բարձրացմանը, դպրոցներում բռնության եւ բուլինգի դեպքերի կանխարգելմանը, ինչպես նաեւ անչափահասների շրջանում իրավական պատասխանատվության մասին իրազեկվածության ձևավորմանը։ Դպրոցներում աշխատանքը բազմաշերտ է ոստիկանության կողմից, մասնավորապես մենք շատ, այսպես ասած, համակարգված ենք այդ process-ը անում, փորձում ենք դպրոցում այնպիսի թեմաների, այնպիսի երևույթների մասին երեխաների հետ խոսալ, որոնք առաջին հերթին կհետաքրքրեն հենց երեխաներին, հատկապես վերջի տարիներին այս սրընթաց զարգացող տեղեկատվական ու տեխնոլոգիական հաղորդակցության միջոցներով պայմանավորված հիմնականում դպրոցներում մեր զրույցները իրականացվում են բուլինգի, վերջին շրջանում նաև կիբերբուլինգի, արգելքի թեմայով թմրամիջոցների օգտագործման հետևանքով հնարավոր եւ հասցվող վնասի կանխարգելման տեսանկյունից երեխաների հետ զրույցներ են իրականացվում նաև ընտանեկան բռնության արգելքի թեմաներով, որը նույնպես շատ կարեւոր է, ինչպես նաև վատ սովորությունների հասարակական վարքագծի ձեռսպայելու ուղղությամբ, այդպիսին են ալկոհոլային կամ ոգելից խմիչքների օգտագործումը, էներգետիկ
եւ այլ խմիչքների խաղամոլությունը եւ այլն, այսինքն դրսեւորումներ, որոնք որ հետագայում կարող են ավելի մեծ ու ծանր հետևանքներ առաջացնել, հա, երեխայի բնականon զարգացման գործընթացում։ Այս զրույցների արդյունքում հիմնականում վեր ենք անում, հա, նաև մենք որպես ոստիկան վեր ենք անում այն դրսևորումները, որոնք երեխաները փոխանցում են մեզ, այսինքն լինում են օրինակ այդ զրույցների ընթացքում իրավիճակներ, երբ որ այդ տեղեկատվությունը երեխաներից է փոխանցվում ոստիկանությանը։ Մեր համար եւս նման դրսևորումները հատկապես առցանց հարթակներում բավականին նորություն են լինում։ Հետևաբար այս զրույցները երեխաների հետ դրանք փոխլրացնող գործոններ են, ոչ միայն մենք ենք փոխանցում երեխաներին եւս ոստիկանությանը փոխանցում են ազդակներ որոշակի ուղղությունների վրա ավելի շատ կենտրոնանալու եւ ավելի շատ ուշադրություն դարձնելու համար։ Երեխաների իրավունքների պաշտպանությունը միայն մեկ կառույցի պատասխանատվությունը չէ։ Սա համալիր գործընթաց է, որը պահանջում է պետության, ծնողների, կրթական հաստատությունների եւ իրավապահ համակարգի համագործակցված աշխատանք, որպեսզի յուրաքանչյուր երեխա իրեն ապահով եւ պաշտպանված գա թե դպրոցում, թե հասարակության մեջ։ Իհարկե երեխաների պաշտպանությունը կարծում եմ յուրաքանչյուր զարգացած երկրում առաջնային ռազմավարական խնդիրներից է, քանի որ երեխաների հետ աշխատանքով է պայմանավորված տվյալ պետության, տվյալ հասարակության ապագան եւ այս առումով ոստիկանությունը մշտապես իր հորդորն է հղում ծնողներին երեխաների դաստիարակության եւ խնամքը պատշաճ իրականացնելու իրենց երեխաների ուսումը, երեխաների զբաղվածությունը ապահովելու։ Ճիշտ է, պետությունը ունի պոզիտիվ պարտականություն երեխայի լավագույն շահը ապահովելու տեսանկյունից, բայց այստեղ երեխայի դաստիարակությունը դա համալիր գործընթաց է եւ այստեղ կան բազմաթիվ շատ են դերակատարները եւ այդ դերակատարներից շատ առանցքային նշանակություն ունի իհարկե ընտանիքը եւ ծնողը։ Հաշվի առնելով որ առաջիկայում հունիսի 1-ը կցանկանամ շնորհավորել ինչպես երեխաներին, այնպես էլ երեխաների ծնողներին, քանի որ կարծում եմ որ յուրաքանչյուր երեխա կամ յուրաքանչյուր ավելի ճիշտ մեծահասակ մտքով միշտ մանկությունում է գտնվում եւ բնականաբար այդ մանկությունում միշտ էլ հիշում ենք ինչպես լավ, այնպես էլ մութ պահերը, մութ անկյունները, հա, այսպես ասած, եւ բնականաբար հաշվի առնելով այդ զգացողությունները կարծում եմ յուրաքանչյուր չափահաս անձ պետք է միջոցներ ձեռնարկի իր իրավասության, իր գիտակցության, իր ընկալման շրջանակներում, հա, որպեսզի այդ ներկայիս մեր երեխաների հետագայում հիշողությունները չունենան մութ անկյուններ։ Նման միջադեպերը ցույց են տալիս, թե որքան կարևոր է երեխաների հետ շարունակական աշխատանքը փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության եւ պատասխանատվության մշակույթ ձևավորելու ուղղությամբ։ Իսկ խնդրի արդյունավետ կանխարգելումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ ընտանիքը, դպրոցը եւ պետական կառույցները գործեն ոչ թե առանձին, այլ մեկ ընդհանուր նպատակի շուրջ, ապահովելով յուրաքանչյուր երեխայի անվտանգ ու արժանապատիվ միջավայրը։ Ծանուցում։ Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հանցանքի հետքով հաղորդումներ եթերում հիշեցնեմ, որ ձեր էկրաններին հայտնված հեռախոսահամարներին կարող եք զանգ տալ կամ գրել մեր էլեկտրոնային հասցեին հիշելով, որ մենք միշտ պատրաստ ենք շարժվել հանցանքի հետքով։